Այսօր առավոտյան Գյումրին մայրաքաղաքից հյուրընկալել էր ոստիկանական մի քանի խմբերի, որոնք հատուկ հսկողություն էին սահմանել քաղաքի տարբեր հատվածներում։ Կեսօրին մոտ ոստիկանները հատուկ աշխատանք էին սկսել Հաղթանակի պողոտայում, այնտեղ որտեղ անհատական տաքսիների կուտակումները շատ են։ Վարորդները կանխազգալով նրանց գործողությունները հավաքվեցին ու սկսեցին նախահարցակ լինել։ Նրանց զայրացրեց հատկապես այն լուրը, որ տաքսիստներից մի քանիսի նկատմամբ ոստիկանները տուգանքներ են կիրառել։ सब कहना पैसे सर बांध के हैं इसको कहानी ताबले से मोबाइल चार्ज है मेरे कैमरा ईमानदारी का छोड़ दी पाए हम इस और लेने का शिराजी मास ताकू खास इंचा पाता है इंचा पाता है इंचा पाता है Կես ժամ անց գյումրեցի տաքսիստներին միացան նաև Ախուրյանի, Մարալիկի ու Արթիքի անհատ տաքսի մեքենաների վարորդները։ Միաժամանակ ավելացան նաև ոստիկանական խմբերը։ Մայրաքաղաքի ոստիկան ներկայացած Հարությունյանը տարածք հրավիրեց իր մյուս գործընկերներին, այնուհետև Գյումրիի ճանապարհային ոստիկաններին։ Նշենք, որ նրանց հետ էին նաև հարկայինի աշխատակիցները։ Ինչ միջոցառում է անցկացվում Գյումրիում։ Մեր այս հարցին թե մայրաքաղաքի եւ թե տեղի ոստիկանները տալիս էին մեկ պատասխան։ Գյումրիի հարկայինի առաջարկով քաղաքում հատուկ ռեյդ է կատարվում, որն ավելի շատ վերաբերում է միկրոավտոբուսների վարորդներին, այլ ոչ թե անհատ տաքսիստներին։ Ոչ տաքսիների վրա ուղղակի գազելներն ասում։ Ախուրյանի Եթե Երևանից եկել են, մենք ունենք կայի աշխատողներ, թող մեր ստեղած երթևեկությունը մեր կային կարգավոր, Երևանից որ եկան, ալան երեցին, իրաց ընդեղած ունևորները ճիպերով, մայթերներով, հրապարակը հագարակ պարյալով քշեն, ընդեղ այդ մարդկանց տարախոտը կա, մենք տեղ միշտ տուժված էլի տուժվինք, իրաց հրավիրատով շեշմար չի կարեղ երգեք, թող իրաց թողնին էտան լեննագան։ Այդ տեղին համարանիշ և հաշվիչ սարկեր սեպարան մեքենայի վրա տեղադրելը դա նման է սալդատը ինչպես իրեն զենքը իր կրմիտ հաշտում չպետի լքի նույնն է իր մեքենան չպետի թողնի որ պետականացն են ճանապարհի դուրս կան կասեր պետենի մենք մարդ խփող Ուժային կառույցներն ու պրիսակներ ունեն։ Դարեն ժողովրդին ճանապարհը կարող ենք ազատել, որպեսզի կարողանանք նորմալ զորություն Այնուամենայնիվ տաքսիստները համոզված էին, որ այս միջոցառումը մեկ նպատակ ունի, այն է խանգարել իրենց աշխատանքը կիրառելով տարաբնույթ մեթոդներ։ Ըստ վարորդների, այսօր ամեն քայլափոխի քաղաքում ոստիկանները տաքսիներ են կանգնեցրել պահանջել արտոնագիր, տեղին պետհամարանիշ ու մինչև 30,000 դրամի տուգանքներ գրել։ Այս ամենից զայրացած տաքսիստները մոտ կես ժամ փակել էին Հաղթանակի պողոտան ու ոստիկաններից պահանջում էին հեռանալ։ Դա նրանց հաջողվեց եւ ոստիկանական 4 մեքենաները լքեցին տարածքը։ Ինչու է մայրաքաղաքի ոստիկանական Քայդարենք, եթե նեղություն տվին ժողովրդին հետ հարգայինով մարգայինով տերոր կսկսվի։ Կուզեն, խնդրեմ, պատրաստ են կենելու։ 5 ավտո լցվել են։ Խելքսեր կայնացնել են։ Ինչե սախարից եկես հասարով խելքսեր կայնացնեն, որպես ինչ։ Երեքի առաջի օրն է։ Ակտորը կրեն։ Վերջում արդեն տարածքում գտնվող Գյումրիի հարկայինի պետի տեղակալ Էդիկ Գաբոյանը նշեց, թե քաղաքում ընթացիկ հսկողական աշխատանքներ են կատարվում, իսկ թե ինչու երևանյան ոստիկանների կողմից հարցին վերջինս դժվարացավ պատասխանել։ Նա միայն նշեց, թե անհատական տաքսիստերին չէր վերաբերում իրենց իսկ ասած հատուկ ռեյդը, իսկ մեկու մեջ կիրառված տուգանքները ոստիկանության ձեռնարկն է եղել։
Հերմինե Մկրտչյան, Արտյոմ Ադամյան, Գալանյուս։